Բարև ձեզ, այս օրերին աշխարհի ուշադրությունը նորից կրկին ու դարձյալ սևեռվել է Մերձավոր Արևելքի վրա, այստեղ տագնապալի իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ, Միացյալ Նահանգներ, Իրան էսկալացիան, հարվածները Իրանի ուղղությամբ, Թեհրանի մերձակայքում, Չաբահարի ուղղությամբ եւ այլն, մյուս կողմից Իրանի հակահարվածները, թիրախավորումները Միացյալ Նահանգների ռազմապազանների վրա Այս իրավիճակը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, փորձագետների մի մասը գտնում են, որ սա նոր լայնածավալ պատերազմի սկիզբն է, մյուսները համարում են, որ սա ընդամենը երկու կողմերը բանակցություններից, հերթական բանակցություններից առաջ բարձրացնում են իրենց խաղադրույքները։ Ամեն դեպքում այնինչ կատարվում է, բնականաբար հետաքրքիր եւ հուզող է նաեւ մեզ համար, քանի որ այն տեղի ունենում մեր անմիջական հարևանությամբ եւ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, իսկ եթե հանկարծ սկսվի լայնածավալ պատերազմ, ինչ կլինի Հայաստան-Իրան սահմանի հետ, ինչ կլինի Հայաստանի տարանցիկ հավակնությունների հետ եւ այլն եւ այսպես շարունակ։ Ահա այս բարդ հանգույցը փորձելու ենք վերծանել եւ վերլուծել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ընդհանուր գնահատական, ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, ինչ է կատարվում մեր անմիջական հարևանությամբ Իրանում եւ Իրանի շուրջ։ Շատ լավ։ Այս պահին տեղի ունեցող ըստ էության Հորմուզի նեղուցի վերահսկողության համար պայքար է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի իրավիճակը վերադառնա մինչ պատերազմյան ժամանակահատված, այսինքն 2026-ի հունվար-փետրվար, երբ նեղուցով նավագնացությունը ազատ էր եւ այսպես արգելափակումներ կամ դրա բնականon աշխատանքների հետ կապված որևէ անվտանգային, մաքսային եւ այլ բնույթի վերահսկողություններ չկային։ Իրանը համաձայն չէ դրան։ Իրանը պատերազմից հետո որպես պատերազմի արդյունք իր համար համարում է Հորմուզի նեղուցում նոր ռեժիմի սահմանումը, որտեղ Իրանը պետք է ունենա դոմինանտ դեր, իհարկե Օմանի հետ որոշակի գործառույթներ կամ պատասխանատվություն եւ հնարավորություններ կիսելով։ Այսինքն նրանք փաստացի օգտագործելով պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցի փակման գործիքը որպես միջոց Միացյալ Նահանգների եւ ամբողջ համաշխարհային տնտեսության վրա ազդելու եղանակ փորձում են դա առարկայացնել արդեն նոր բանակցային գործընթացում եւ իհարկե հետագայում քննարկվելիք արդեն վերջնական համաձայնագրում իհարկե եթե կողմերը հասնեն դրան պայմանավորություններ կան որ պետք է գնային դրան բայց կանգնեցին գործընթացը կանգնեց հասնեն դրան որպեսզի այս ռեժիմը ամրագրվի փաստաթղթով հիմա դրա պայքարն է այսինքն Միացյալ Նահանգները ամեն կերպ փորձում է Իրանին դրթել որպեսզի վերջինը հրաժարվի իր պահանջներից կողմերը տեսեք ապրիլի 9-ին եթե չեմ սխալվում հրադադարի համաձայնություն ունեին այդ հրադադարը հետո դրանից հետո հունիսի 19-ին ստորագրվել էր Իսլամաբադի հուշագիրը հարաբերությունների կարգավորման մեկնարկի մասին պաշտոնապես երկու կողմն էլ դեռևս դուրս չի եկել այդ պայմանավորվածություններից բայց ըստ էության փաստացի այդ փաստաթղթերը չեն գործում Իսկ այնինչ կատարվում է հիմա ես նշեցի երկու տարբերակ հա կամ իսկապես նոր ռազմական լայնածավալ գործողությունների պատերազմի մեկնարկ կամ պարզապես կողմերը հերթական բանակցություններից առաջ թանկացնում են իրենց խաղադրույքները սրանցից որն է ավելի մոտ իրականությանը Երկուսն էլ կարող են լինել պայմանավորված իրավիճակով կրկնում եմ այս պահին լայնածավալ պատերազմի գնալու պատրաստակամություն եւ տրամադրվածություն ոչ Միացյալ Նահանգներն եւ ոչ էլ Իրան ունի բայց միևնույն ժամանակ կողմից յուրաքանչյուրը չի ցանկանում զիջել իր դիրքերը Հորմուզի նեղուցի հետ կապված հարցերով Բայց Իրանը կարողանում է դիմանալ հիմա հարաբացները Իրանի հարավային հատվածներին Չաբահարը նավահանգստին Իրանի տնտեսությունը բավարար կենսունակություն ունի սրան դիմակայելու համար Ամերիկյան կողմը այս
ուրեմն վերջին գործողությունները բավականաչափ գրագետ կերպով է իրականացնում, այսինքն թիրախավորում են հիմնականում ռազմավարական բնույթի կառույցներ, կամուրջներ, էլեկտրակայաններ, այսինքն այնպիսի ուրեմն հաստատություններ, որոնք ուղիղ կերպով ազդում են Իրանի տնտեսության վրա, հասարակական բնականոն կյանքի ուրեմն այդ ենթակառուցվածքների վրա եւ այլն, այսինքն այս իրավիճակն այսպիսին է, դեռևս կան ռեսուրսներ դիմագրավելու, ընդ որում իրանական կողմի պատասխանելն էր, տեսեք, չնայած որ Իրանը հայտարարում է, որ թիրախում պատասխան գործողության թիրախում տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներն են, բայց այդպես չէ։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգները հարվածում է կամուրջների, երկաթգծերի, էլեկտրակայանների, Իրանի պատասխանը եւս այս համատեքստում է։ Այսինքն, օրինակ Բահրեյնում կամ Քուվեյթում կարող է խոցվեն նման կարգի ենթակառուցվածքներ։ Անունը դնում են ռազմական օբյեկտներ են թիրախավորում, բայց իրականում թիրախավորում են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ։ Դրա նպատակն այն է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածաշրջանային դաշնակիցները, գործընկերները ազդեն, փորձեն ճնշում գործադրել Միացյալ Նահանգների վրա, որպեսզի դադարեցվեն ռազմագործողությունները, այսինքն նրանց մոտեցումն էլ պատասխան գործողությունն էլ այսպեսին է, այս տրամաբանության մեջ է։ Հենց սրանով է նաև պայմանավորված, որ վստահ չեմ կարող ասել, թե ինչպիսի ընթացք է, որտեղ ռեսուրսներ դեռևս Իրանը ունի, պատասխանի ռեսուրսներ ունի, իսկ Միացյալ Նահանգների կողմից էլ չի երևում լայնամասշտաբ պատերազմի գնալու պատրաստակամություն այս բանը։ Գոնե ռազմական տեղաշարժեր, որպես այդպեսին չկան, որտեղ ընդլայնելու համար ռազմագործողություն կամ նոր պատերազմի գնալու համար պետք է մեծացնել ռազմական ներկայությունը բոլոր մակարդակներում մեր ցարարելքում, այս պահին կարծես նման միտումներ չկան։ Եվ դա շատ լավ հասկանում են Իրանում։ Քննիախների պատերազմ է գնում։ Այսինքն հայտարարությունները Միացյալ Նահանգների մի կողմ ենք դնում, որ մի օր հայտարարում է, որ կվերացնենք Իրանը, այսքան ենք, մյուս օր ասում է Իրանը ցանկանում է բանակցել, մենք համաձայն ենք, այն մյուս օրն ասում է, եթե հանկարծ չբանակցի Իրանը, մենք չգիտեմ ինչ կանենք։ Տեսեք, հայտարարությունները, որպեսզի կյանքի կոչվեն, դրան զուգահեռ պետք է տեղ ունենան գործողություններ։ Այն գործողությունները, որոնք տեղ են ունենում, դրանք թույլ չեն տալիս ենթադրել, որ Միացյալ Նահանգները գնում են լայն էսկալացիայի։ Կրկնում եմ, հիմնականում թիրախային հարվածներ են տեղ ունենում, դրան զուգահեռ իհարկե հռետորաբանություն, քաղաքական ուղերձներ, բայց ավելի ռազմական գործողությունն ավելի ընդլայնելուն միտված քայլեր չեն իրականացվում։ Իսկ Թեհրանի մերձակայքին հարվածելը այդ հարվածները առաջին պատերազմի ժամանակ էլ կային։ Այսինքն օդուժ է հիմնականում գործում, ունեն հստակ թիրախներ, դրանք փորձում են փուլ առ փուլ թիրախավորել։ Որևէ հիմք որպես այդպեսին չկա, որ նշենք, որ կողմերը գնում են լայնամասշտաբ պատերազմի։ Այսպես կարծես թե անգամ պայմանավորված ինչ որ գործողություններ են, նախ հարվածում Միացյալ Նահանգները, ապա դրանց պատասխանում է իրանական կողմը։ Իհարկե իրանական կողմի կորուստները շատ ավելի մեծ են, թե ենթակառուցվածքների առումով, թե մարդկային կորուստների առումով արդեն այս վերջին օրերի էսկալացիայի տանկով մոտ 4 տասնյակ մարդ մահացել է, 400-ն էլ վիրավորվել է։ Ենթակառուցում մի մոտավորապես 1 տասնյակ միայն տարբեր բնույթի կամուրջներ են շարքից դուրս եկել։ Հիմա այստեղ ամենակարևոր գործոնը, որ կարող է ազդել ընդհանուր process-ի վրա, դա Հորմուզի նեղուցի կրկնակի շրջափակման քաղաքականությունն է, այսինքն Միացյալ Նահանգները թույլ չի տալիս, որպեսզի Իրանի հետ առնչվող կամ Իրանի թույլտվությամբ ուրեմն ջրային տարածմտած որևէ նավ, տանկեր դուրս գա ուրեմն բաց ծով։ Այս եթե կարողացա Միացյալ Նահանգները մի քանի ամիս պահպանել այս ռեժիմը, դա արդեն ուղիղ եւ շատ մեծ ազդեցություն կունենա Իրանի տնտեսության վրա։ Այս դա ոչ միայն Իրանի տնտեսության վրա, այլ միջազգային։ Միջազգային նավթային շուկայի վրա այո, հենց սա է այստեղ է խնդիրը, այսինքն սա այսպես երկսայր սուրի է նման։ Մի կողմից այո, խնդիր է առաջացնում Իրանի համար, բայց մյուս կողմից խնդիր է առաջացնում նաև Միացյալ Նահանգների համար, որտեղ համաշխարհային մակարդակով դժգոհություններ են առաջանում եւ հիմնական թիրախը ոչ թե Իրանն է, այլ Միացյալ Նահանգները։ Իսկ ինչ գնահատականներ կան այդպիսի զարգացման պարագայում բոլոր խոշոր խաղացողները համաձայն են այդ
վնասները կրել միայն հանուն նրա, որ Իրանը զսպվի կամ միանշանակ ոչ։ Յուրաքանչյուր երկիր այս պահին գործում է իր շահերի տիրույթում եւ բոլորի համար էլ շատ այսպես առաջնային նշանակություն է, որպեսզի այս խնդիրը հնարավոր շուտ ավարտվի։ Եթե երկարաձգվի, այսինքն հեռանկարում հնարավոր է համաշխարհային նավթային շուկայում կոլապսի նման մի բան։ Այո, հնարավոր է։ Ասեմ, որ որոշակի դերակատարներ, որոշ դերակատարներ տարածաշրջան, օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան այլընտրանքային ճանապարհներ ստեղծել են այս ընթացքում, բայց այն մակարդակի չէ, որպեսզի կարողանա ապահովել միջազգային նավթային շուկան, ուրեմն այն ռեսուրսներով, նավթային ռեսուրսներով, պաշարներով, որ հնարավոր իրականացնել Հորմուզի նեղուցի բնական աշխատանքի դեպքում։ Իսկ այդ այլընտրանքները նվազագույն խնդիրներ են լուծում Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի համար սեփական տնտեսությունները ուրեմն կառավարելու նպատակով, բայց երբ որ խոսքը գնում է արդեն Բահրեյնի, Քուվեյթի, նաեւ Կատարի հետ կապված, այստեղ արդեն լուրջ խնդիրներ կան։ Հիմա ձեր գնահատմամբ այն ինչ որ կատարվում է, սա նշանակում է, որ նոր համաշխարհային նավթային էներգետիկ քարտեզ է կծագրվում, թե վերադառնանի վերջո հնի։ Դա կախված է նրանց, թե որքան երկարաժամկետ կլինի այս process-ը։ Այսինքն, եթե այն ամենայն Միացյալ Նահանգները որոշում է, որտեղ կրկնում եմ, ներկայում ինչ որ լճացման պես շրջափուլ է։ Լավ, այս գործողությունները Միացյալ Նահանգները Իրանի պատասխանը ի վերջո ուր են տանել։ Միացյալ Նահանգները հարվածելու է, նրանք էլ պատասխանել են։ Այդ նույն իրավիճակն է, որը որ կար պատերազմի ընթացքում, հա, մոտ 40 օր անընդհատ շարունակվել, բայց ինքը ռազմական դաշտում երկու երկրների միջև 3 Իսրայելն էլ կար այն ժամանակ։ Բախում ինքը հանգուցալուծման չի տանում։ Նույնն էլ ներկայում իրավիճակը հանգուցալուծման չի տանում։ Այսինքն պետք են ավելի երկարաժամկետ գործողություններ, բայց կամ ուրեմն պարզապես պայմանավորվածություն, քաղաքական պայմանավորվածություն։ Քաղաքական պայմանավորվածության կարծես թե կողմերը հակված չեն, ռազմական գործողությունների պլաններ չկան, այստեղ մնում է արդեն երրորդ տարբերակը, եթե փորձեն սահմանափակել Իրանի կողմից նավթի վաճառքի հնարավորությունը, բայց դա էլ ինչպես արդեն նշեցի, ազդելու է համաշխարհային նավթային շուկայի վրա։ Այստեղ եթե երկարատև գնա այս շրջափակում, այդ ձեր ասած սցենարը դեպքում կլինի։ Այսինքն բարձր չէ, որ առանձին երկրներ չեն կանգնելու սպասեն, թե երբ է նեղուցը բացվելու, այսինքն փորձել են որոնել այլընտրանքներ, կառուցել նոր ճանապարհներ, երթուղիներ նավթի արտահանման, ինչպես օրինակ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի դեպքում եղավ, այլ շուկաներ փնտրել եւ այլն եւ այլն։ Իսկ այս հարվածները Իրանի ուղղությամբ ինչ ազդեցություն են ունենում, մենք տնտեսության մասին խոսեցինք, Իրանի ներքաղաքական իրավիճակի վրա ինչ ազդեցություն են ունենում, նման իրավիճակներում Իրանի հասարակությունը համախմբվում է իշխանության շուրջ, թե ընդհակառակը ճաքեր են գոյանում։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Իշեցեմ, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, ես զրուցում եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ, մենք քննարկում ենք իրավիճակը, սրված իրավիճակը, լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Իմ վերջին հարցն այն էր, թե Իրանի ուղղությամբ հարվածները ինչ ազդեցություն են ունենում Իրանի ներքաղաքական կյանքի վրա, այսինքն հասարակությունը նման իրավիճակներում համախմբվում է իշխանությունների շուրջ, թե ընդհակառակը ճաքեր են առաջանում։ Ամբողջ հարցն այն է, որ նախ process-ները շատ արագ են ընթանում, այսինքն դժվար է հետևել դրանց ազդեցության ուղիղ էֆեկտերին։ Սա մեկ, երկրորդը Իրանից կա տեղեկատվության հետ կապված բավականաչափ մեծ վակուում, այսինքն այնպես չէ, որ հնարավոր է այնտեղ ներքին զարգացումներին ակնդետ կերպով հետևել, ինչպես ցույց են տալիս այն, ինչ որ իրենց պետք է։ Իսկ իրենց պետք է ցույց տալ, որ կա իշխանությունների շուրջ լայն կոնսոլիդացիա։ Եվ երրորդ կարևոր հանգամանքը ներքաղաքական process-ներն էլ մեծ հաշվով այդքան էլ տեսանելի չեն, բայց որոշ դրվագներ ցույց են տալիս, որ երևում է ինչ որ խզում քաղաքական ղեկավարության եւ ուժային կառույցների միջև։
Այսինքն մենք այստեղ ունենք երկու որոշում կայացնողներ, երկու հիմնական խումբ, այո, քաղաքական ղեկավարությունը իդեմս նախագահի, արտգործնախարարի եւ նրանց հարող խմբի, որոնք հակված են պայմանավորվածության Միացյալ Նահանգների հետ, եւ ունենք շատ ավելի կոշտ եւ սկզբունքային անզիջում դիրքորոշում ունեցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքավորումը, որը ակտիվացել է ռազմական հարթությունում, նա է պատասխանում Միացյալ Նահանգներին, նա է պահանջում պնդում, որպեսզի Իրանը պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, սահմանի մաքսատուրքեր եւ նաեւ փորձի դրանից տնտեսական օգուտներ քաղել, որտեղ այս կառույցը նաեւ տնտեսական ուրեմն ազդեցություն ունի, ավելի ճիշտ տնտեսության վրա է կարողանում ազդել Իրանի ներսում, այս շատ կարևոր կլաններ են գործում այս կառույցի ներսում եւ բնականաբար այս խզումն ակնհայտ է եւ եթե քաղաքական ղեկավարությունը փորձում է բանակցային օրակարգ ձևավորել գնալ դիվանագիտական այսպես հարթությունում պայմանավորվածությունների, ապա գետնի վրա արդեն ռազմական թևը խոչընդոտում է անդադ խնդիրները ստեղծում եւ թույլ չի տալիս որպեսզի այդ բանակցությունները կան։ Այդ դա արդեն տեսանելի է, բայց ինչ մակարդակում է, ինչ հետևանքներ կարող են ունենալ այս պահին տեղեկատվության պակասի պատճառով դժվար է երկարատև այսպես կանխատեսում անել։ Իսկ մոտավոր գնահատականներ չկան, թե եթե Իրանի ռազմական կորուստները ինչ-որ շատ մեծ մակարդակի հասնեն, ձեր ասած այդ որոշում կայացնող երկու խմբերը ինչ կանեն։ Դե տեսեք, հակամարտություն այն աստիճանի չէ, ես դրա համար նշեցի, Իրանը դեռ պահպանում է ռեսուրսներ, այսինքն այն աստիճանի ինտենսիվություն չունի, որպեսզի մենք կարողանանք ենթադրենք եղած որոշ հետախուզական տվյալների հիման վրա վերլուծել, թե ինչքան կարողանա տևել այս պատերազմը։ Օրինակ ես նշեմ փետրվարին մեկնարկած պատերազմը, երբ որ Իսրայելն էր ներգրաված, անոնց այստեղ սա շատ կարևոր է։ Իսրայելի ներգրավվածությունը նաև շատ մեծ քարոզչական եւ հոգեբանական եւ նաև Իրանի ներսում ինչ որ իրավիճակի վրա ազդելու ուղեգծեր էր պարունակում։ Իսրայելական կողմից շատ հաճախ հետախուզական տվյալներ են շրջանառում եւ քարոզչական առումով եւ ընդհանրապես այդ պատերազմի վերաբերյալ վերլուծություններ անելու ուրեմն նյութեր տրամադրվում։ Հիմա Իսրայելի նվազ ներգրավվածությունը եւ ընդհանրապես կամ զորայական ներգրավվածությունը այս ուղղությամբ ինքը որոշակի սահմանափակումներ է տալիս նման կանխատեսումներ անելու։ Հետո Իսրայելի պարագայում ակնհայտ էր, որ կա հստակ նպատակ բոլոր հնարավոր մակարդակներում Իրանի ներսում ապակայունացնել։ Միացյալ Նահանգների պարագայում մենք գործ ունենք կառավարելի կոնֆլիկտի հետ այս բանին։ Դրա համար դժվար է ասել։ Ռեսուրսներ կան, եթե այս հարթությունում շարունակվի, դա կարող ամիսներով անգամ շարունակվել այս հակամարտությունը։ Բնականաբար մեր զրույցը շարունակվեց եւ գնաց հասավ Իսրայել, առանց Իսրայելի հնարավոր չի այս ամենի մասին ամբողջական դատողություններ անել։ Հիմա Իսրայելի մասնակցությունը նվազագույն է, բացակայում է, թե այդուամենայնիվ կա։ Քիչ առաջ դուք ասում եք, թե երկու կողմերը պատրաստ չեն պայմանավորվածությունների, այդ պայմանավորվածությունների գալը միայն երկու կողմերից է կախված, թե այստեղ Իսրայելն էլ կարևոր դերակատարություն ունի։ Շատ կարևոր է Իսրայելի դերակատարումը, դա չերևացող դերակատարում է։ Ես տեսեք չասեցի ընդհանրապես չկա, որտեղ պատերազմում չկա ներգրավվածություն, բայց Իսրայելն ամեն ինչ արեց, որպեսզի կողմերը բանակցային եղանակով չհանգեն պայմանավորվածության։ Իսրայելը Լիբանանում ակտիվացած ռազմագործողություններում թույլ չտվեց, որ նշածս հուշագրի կետերը, Իսլամաբադի հուշագրի կետերը լիովին իրականանա, որտեղ այդտեղ հստակ կետ կար, որ պետք է բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում ռազմական գործողություններ ընդհատվեն, իսկ Իսրայելը շատ ակտիվ գործողություններով փաստացի խնդիր ստեղծեց Միացյալ Նահանգների համար բանակցային սեղանի շուրջ։ Մյուսը Իսրայելը իր բոլոր լոբիստական հնարավորությունները կիրառեց, որպեսզի Միացյալ Նահանգների եւ Սպիտակ նախագահի եւ ընդհանրապես Սպիտակ տան վրա հարելի ճնշում գործադրի, որպեսզի իրանական կողմի պայմաններով չլինի պայմանավորվածություն։ Իսկ ներկայում էլ բնականաբար հետևում են process-ին,
Սա Իսրայելի համար ամենաընդունելի տարբերակն է։ Իրենք չկան այս պահին պատերազմում, չկան շատ բարձ պատճառով, իհարկե կցանկանային լինել, որպեսզի շատ արագ ընթանար process-ը, բայց օբյեկտիվ խնդիրներ կան։ Իրենք պատրաստվում են խորհրդանական ընտրությունների եւ հետեւաբար այս պայմաններում խնդրահարույց կլինի գործող կառավարության համար ներքաշվել ռազմական գործողությունների մեջ, որը ինչպես ասացի, առնվազն միջնաժամկետ հեռանկարում չի կարող երևացող արդյունք ցույց տալ եւ դա կարող է բացասաբար անդրադառնալ Նեթանյահի վարկանիշի վրա։ Ըստ որ այս իրավիճակը կառավարել է եւ ձեռնտու է Իսրայելին, եւ Իսրայելը փորձել է բոլոր հնարավոր եղանակներով այնպես անել, որ Միացյալ Նահանգները ներգրաված մնա Իրանի դեմ հակամարտության մեջ, չգնան կողմերը վերջնական պայմանավորության, իսկ արդեն հարմար իրավիճակում ինքը եւս ներգրավվի իր համար ուրեմն կամ իր օրակարգում եղած տարբեր խնդիրներ լուծելու։ Իսկ այս պահին Լիբանանում դեռ ակտիվ են, Գազայի հատվածում չնայած Գազան կապ չունի Լիբանանի հետ, բայց այստեղ եւս բարբերաբար գործողություններ իրականացվում են, այն ինչ պետք է իրենք անում են, նաեւ Սիրիայում իհարկե։ Սիրիայի շուրջ ինչ է կատարվում այս։ Որոշակի առով դրական Սիրիա-Արևմուտք հարաբերություններում, ասով դրական ազդակներ են երևում, կարծես թե Արևմուտքը փորձում է վերականգնել Սիրիայի հնարավորությունները, թույլ տալ, որպեսզի Սիրիան աստիճանաբար վերադառնա թե համաշխարհային տնտեսության, թե տարածաշրջանային տնտեսական գործառույթ, թույլատնել այդ պատժամիջոցները։ Այո, պատժամիջոցները թույլատնել, բայց այստեղ բնականաբար շատ մեծ դերակատարում ունեն Թուրքիան եւ տարածաշրջանի արաբական երկրները, որոնք կարծես թե շատ մեծ այսպես դիվանագիտական ջանքեր են գործադրում, որպեսզի այս process-ն ընթանա։ Բայց դրան զուգահեռ մենք տեսնում ենք Իսրայելի դարձյալ գործողությունները, որտեղ Իսրայելը անհանգստանում է Սիրիայի տնտեսական հնարավորությունների բարելավմամբ, դա ենթադրում է նաև Թուրքիայի ազդեցության մեծացում, եւ սա է պատճառը, որ վերջին օրերին նկատում ենք նաև Իսրայելի ակտիվացում Սիրիայի տարածքում, այսինքն նրանք փորձում են խոչընդոտել այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք կարող են արագ գործարկվել այդ պատժամիջոցների չեղարկումից հետո եւ նաեւ այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնք կարող են օգտագործվել հատկապես Թուրքիայի կողմից Սիրիայում ամրապնդվելու, իսկ անհրաժեշտության դեպքում տարածաշրջանում տարբեր գործողություններ իրականացնելու։ Վերջին օրերին Սիրիայի տարածքում Իսրայելի ակտիվությունը այս նպատակներն է հետապնդում։ Քանի որ Թուրքիային անդրադարձակ, Ռուսաստանին էլ անդրադառնանք մեկ հարցով, Ռուսաստանի դիրքավորումն ինչպիսին է դիրքորոշումը, ինչ որ ազդեցություն ինչպիսի ազդեցություն ունի, եթե հանկարծ վատագույն սցենարը դիտարկենք, եթե հանկարծ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, Ռուսաստանի դիրքավորումը ինչպիսի կլինի, կպաշտպանի Իրանին, ինչ գործիքակազմ ունի պաշտպանելու, ինչ գործիքներով կպաշտպանի։ Դե Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է, դիրքավորումը նույնն է, ինչ պատերազմի ընթացքում էր, ոչինչ չի փոխվել, փոխվել է այն, որ Ռուսաստանը շատ ավելի է ներքաշվել, ներգրավել ուկրաինական պատերազմում, իր հիմնական ջանքերն ու էներգիան այս ուղղությամբ են, գիտենք, որ Ուկրաինայի գործողությունների պատճառով Ռուսաստանի ներսում եւս որոշակի էներգետիկ ճգնաժամ կա եւ այդ գործողությունները անընդհատ շարունակվում են։ Այս պահին կարծում եմ Ռուսաստանը ընդունակ չէ եւ որևէ այսպես պլանել չունի ներքաշվելու այս ռազմական գործողությանը, բայց նրա շահերից կբխի, եթե տևական ժամանակ թեկուզ այս մակարդակում ռազմագործողություն ընթանա, ինչու որովհետև նավթի գները կբարձրանան, իրենց նավթը ավելի թանկ գնով կվաճառեն, դրանից օգուտ կունենան, իսկ Իրանին պաշտպանելու որևէ այսպես փաստաթղթային իրավական պայմանավորություն չունեն։ Պարզապես դիվանագիտական մակարդակներում տարբեր հայտարարություններով փորձել են ինչ-որ աջակցություն ցուցաբերել, մաքսիմում երբ հումանիտար աջակցություն ուղարկեն, ոչ ավելի։ Նավթի թանկացման մասով այդ շահեկան վիճակը նաև Ադրբեջանին է վերաբերում։ Բնականաբար, այն բոլոր երկրներին, որոնք այս հակամարտության գոտուց դուրս են, այսինքն Պարսից ծոցի-արաբական երկրներն հիմնականում, որ չեն կարողանում Հորմուզ նեղուցն օգտագործել, իհարկե նաև Իրանը, իսկ մնացած բոլոր երկրները, որոնք ունեն նավթ, սրանց միայն շահել են։ Պերզավոր արևելքի թեման քննարկելիս մի չարչրկված հարց կա, որ չգիտեմ արժի նորից քննարկել, թե չի այս մասին շատ ենք խոսել, եթե ռազմական գործողություններ լայնածավալ ծավալվեն, ապա Ադրբեջանի տարածք տրամադրել եւ այլն այս մասով։
Ես վստահ եմ, որ շատ փորձագետների մոտ է փոխվել գնահատականները այս հարցում այդ փետրվար մարտին տեղ ունեցած պատերազմից հետո բոլորն էլ հասկացան, որ մեծ հաշվով Իրանի դիմագրավման այդ ռեսուրսները եւ տրամադրվածությունը բավականաչափ մեծ է եւ նախկին կանխատեսումները, որ օրինակ այդ եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի Իրանը օրինակ խուսափի ինչ որ ուղղություններով ակտիվություն դրսևորել, դա այդպես չէ։ Եվ այդ պատերազմի ընթացքում տեսանք անգամ Ադրբեջանի տարածքը թիրախավորվեց, Նախիջևանը թիրախավորվեց եւ բացի այդ նաեւ Կասպից ծովում տեղ ունեցան գործողություններ, որոնք շատ մոտ էին Ադրբեջանի տարածքին։ Եվ իրանական կողմից էլ անընդհատ բավականաչափ ակտիվ նախ շփումներ կային բարձր մակարդակի եւ անընդհատ ազդակներ են հնչեցնում դեպի Ադրբեջան, որ հանկարծ արկածախնդրություն չգնա։ Կարծում եմ սա եւ նաեւ շատ կարևոր մի հանգամանք էլ կար Թուրքիայի մոտեցում, իսկ Թուրքիան հակված չէր նրան, որպեսզի Ադրբեջանը մտնի պատերազմի մեջ կամ Ադրբեջանը որևէ արկածախնդրության գնա, որտեղ այդ դեպքում ուղիղ աջակցության պարտավորություն էր առաջանալու Թուրքիայի համար, որից Թուրքիան ամեն կերպ խուսափում էր։ Կարծում եմ բան չի փոխվել եւ այս դեպքում արդեն կարող ենք ավելի հստակ կանխատեսել։ Նախ չեմ կարծում, որ առաջիկայում լայնամասշտաբ պատերազմ կլինի, բայց եթե անգամ լինի, չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա նման արկածախնդրության գոնե նախորդ պատերազմի փորձը հաշվի առնելով, բայց եւ այնպես շատ մեծ նաեւ կարեւորություն ունի, թե որքան ամուր կլինի իրանական վարչակարգը երկրի ներսում։ Այս շատ կարեւոր, որտեղ հաճախ այդ ուղղահայաց կառավարման process-ը ընդհատվել է երբեմն եւ միշտ չէ որ այդ կենտրոնից եկած ուղերձները հասել են ամենաներքևի օղակներին, որոնք օրինակ առանձին նահանգներում ունեցել են ռազմական կարողություններ եւ միջամտություն պատերազմի ընթացքի վրա։ Օրինակ դա է պատճառը, որ մինչև վերջ իրանական կողմը հրաժարվում էր պատասխանատվությունից Ադրբեջանի տարածքը թիրախավորել։ Այսինքն եթե համակարգը կայուն չեղավ, կարող են տարբեր նահանգներում առանձին միավորումներ փորձել ապակայունացնել հարաբերության իրավիճակները։ Եվ ճիշտ է, դուք ասում եք, որ լայնածավալ պատերազմի հավանականություն չկա կամ շատ ցածր է, այդուամենայնիվ մենք քննարկենք ոչ միայն լավագույն, այլև վատագույն սցենարները, եթե լինի այդ լայնածավալը, ապա դա ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, Հայաստանի-Իրան սահմանի վրա, Հայաստանի տարանցիկ հավակնությունների վրա, Հայաստանի թրիփի վրա։ Դե մենք 40 օր դրականատես եղանք։ Ամենաշոշափելի խնդիրը դա Իրանի տարածքում տարանցման սահմանափակումներ, Իրանի տարածքով տարբեր գործընկերների հետ առևտուրներ, դա թե Պարսից-Ծոցի-արաբական երկրներին է վերաբերում եւ թե նաեւ օրինակ Հնդկաստանի, որ այդ եւս կան, չէ, տնտեսական որոշ հարաբերություններ։ Այդ ամենաշոշափելի եւ տեսական եւ նաեւ իհարկե Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, այդ ամենատեսանելի եւ շոշափելի հետևանքն է։ Քաղաքական խնդիրները բնականաբար եւս առաջանում են, որտեղ երկու երկրներն էլ հակամարտ թե Միացյալ Նահանգները, թե Իրանը, Հայաստանի համար կարևոր դերակատարներ են, մանավանդ որ Միացյալ Նահանգները հենց անմիջապես Իրանի սահմանին ուրեմն իրականացնում է TRIP կամ պլանավորում է իրականացնել TRIP նախագիծը, այստեղ բնականաբար եթե խնդիրը երկարաժամկետ եղավ, դա ուղիղ կերպով իր ազդեցությունն ունենալ, չեմ ասում հիմա Իրանը վերցնել է թիրախավորել, բայց այդ բացասական մթնոլորտը ինքը անընդհատ խոչընդոտներ է ստեղծելու, որպեսզի process-ն ավելի այսպես հարթ ընթանա։ Այսինքն Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած։ Միշտ պետք է պատրաստ լինել հետևել process-ներին եւ վերխոսել բոլորի հետ, թե Միացյալ Նահանգների, այսինքն բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Այնօր պետք է հասկանալ նաեւ Իրանի ներսում ինչ է կատարվում, ովքեր են իրականում գետնի վրա իրավիճակը վերահսկում եւ պահպանել այդ հավասարակշռությունը, ինչպես պահպանել չեզոքությունը, երբ որ հակամարտության մեջ է մի կողմից հարևանը, մյուս կողմից տնտեսական այս պահի ամենակարևոր գործընկերը։ Մենք ունենք այդ փորձը։ Այսինքն կա այդ փորձը, նախորդիվ կարողացանք։ Կարծում եմ այդ գիծը պետք է շարունակել պահպանել, հնարավոր է կրկնում։ Այստեղ պետք է պարզապես առաջին հերթին հասկանալ, թե Իրանի ներսում որ օղակներն են ավելի այսպես
որոշում կայացնելու առումով ավելի առաջնահերթ եւ փորձել նաեւ կապեր հաստատել նրանց հետ, որտեղ շատ հաճախ քաղաքական էլիտայի պայմանավորությունները կարող են չկիրառվել ռազմական էլիտայի կողմից շատ բարձ պատճառով, որտեղ ինչպես արդեն նշեցի, կա շահերի ոչ համընկում, այսպես ասենք։ Եվ մեր զրույցի վերջում բլից հատված արագ հարցեր, մեկ բառով պատասխաններ։ Միացյալ Նահանգներ Իրան մեծ պատերազմ կլինի, այո թե ոչ։ Այս պահին ոչ։ Եթե Իրանից փախստականների հոսք սկսվի, Հայաստանը կբացի իր սահմանը փախստականների առաջ։ Կառավարելի այսպես շրջանակում հնարավոր է։ Եթե լայնածավալ ռազմական գործողություններ լինեն, Ադրբեջանը կներգրավվի։ Քիչ հնարավոր է։ Խաղաղության խաչմերուկը այսօր կենսունակ նախագիծ է։ Հայաստանի տեսանկյունից կենսունակ նախագիծ է, որտեղ ինքը լուծում է Հայաստանի համար շատ կարևոր քաղաքական եւ անվտանգային հարցեր։ Թրիպը կյանքի կոչվի մինչև 2028 թվականը։ Գուցե մինչև 30 թվականը։ Ռուսաստանը կպաշտպանի Իրարին, ինչպիսի գործիքակազմով։ Չի պաշտպանի, որտեղ չունի ռեսուրսներ եւ չունի իրավական պարտավորություն։ Չաբահար նավահանգիստը կմնա հայ-հնդկական օրակարգում։ Չաբահար նավահանգիստը այս պահին շատ է տուժում ռազմական գործողություններից եւ կարծում եմ այն այս պահին տնտեսական առումով հեռանկարային չէ։ Համասը վերջնականապես կզինաթափվի։ Ոչ։ Հայաստանի դիվանագիտությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի վատագույն սցենարին։ Նախորդ փորձը հաշվի առնելով կարելի ասել այո։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք հեռուստադիտողը հիշեր մեր այսօրվա զրույցից։ Իրավիճակը այս պահին հակամարտությունը կառավարելի է երկու կողմերի համար եւ երկարաժամկետ ուրեմն լուծումների հեռանկար ցավոք սրտի չկա, այսինքն այս պահին եղած իրավիճակը կառավարելի անորոշության շրջափուլն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, Մերձավոր Արևելքում բռնկված հրդեհը միայն Միացյալ Նահանգների, Իրանի, արաբական անապատների կամ Պարսից ծոցի մասին չէ, Իրանում գրանցված յուրաքանչյուր պայթյուն իր արձագանքն է գտնում Սյունիքի սարերում։ Հայաստանի գերխնդիրն է այս պահին լինել սառնասիրտ եւ հաշվենկատ, ի վերջո ճիշտ է, լավ է խոսել խաղաղության մասին, առաջ մղել խաղաղության օրակարգը, սակայն աշխարհաքաղաքականությունը սիրում գնահատում է ոչ միայն ուժեղներին, այլև հաշվենկատներին։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, լավ մնացեք, կհանդիպենք։